Չեմ կարծում, որ վաստակել եք սա։ Ես գրեթե փաթեթավորված ձեզ մատուցեցի ձագերին, իսկ դուք չկարողացաք նրանց հախից գալ։ Գիտես, որ մենակ չէին, ոնց նրանց հախից գայինք։ Այո, իսկ ինչ կարող ենք անել։ Սպանեինք Մուֆասային։ Ճիշտ այդպես։ Գիտեմ ես, որ դուք ընդունակ չեք, տարական բաներ ընկալել, ուշադիր եղեք հիմարներ, պատրաստվեք արքային ընդունել, դատարկ աչքերից ձեր ինձ պարզ է, որ պակաս են ծալքերն ուղեղի, բայց ես հիմա խոսում եմ լուրջ բանի մասին, արքայի ու շարանգի մասին։ Դա արդեն վերջնական որոշված է, որ արքան կլինեմ միայն ես։ Հայլունը պագահ է, սպասվում բոլորիս մեզ։ Եվ ո՞րն է մեր տերը։ Լսեք ուսուցչին ձեր, դուք էլ բոլորդ կստանաք ձեր պարգևը, երբ ես ուզածին իմ հասնեմ, և ես հաղթանակած կփայլեմ, պատրաստվեք։ Այո, պատրաստ եք, մենք պատրաստ ենք, բայց ինչի՞։ Արքայի մահվանը։ Նա հիվանդ է։ Ոչ, մենք նրան կսպանենք, ինչպես նաև Սիմբային։ Հրաշալի է, մեզ արքա պետք չէ։ Պետք չէ, լա։ Տախվարներ, դուք կունենաք արքա։ Հեյ, բայց դու ասացիր։ Ես կլինեմ արքան։ Ինձ հետ գործեք և երբեք չեք զգա, թե ինչ է քաղցը։ Այո, ճիշտ է։ Ես տատյակ թափավորի։ Շտամ է, որ միավորված ենք մեր նոր արքայի միջոցով։ Այսպիսով ապագան որոշված է, դուք պետք է ինձ լավ ծառայեք, շահումները կներկեն ձեր մութ կյանքը և վստահ ձեզ առաջ կմահեն, կարևոր մի բան էլ ասեմ ձեզ, հարազինձ անգամ շունչ չքաշեք, պատրաստվեք դուք դարի դավադրությանը և բոլոր կասկածները թողեք, սա իմ նախագիծն է, ամեն ինչ հաշված է, հիմա ես դա զգում եմ, բոլորը պատրաստ են, կլինեմ ես արքա հարգելի պաշտելի, և բոլորը ինձ կենթարկվեն, վերջապես երբ գահին ես նստեմ, պատրաստվեք, այո մեր նպատակը հենց դա է, պատրաստվեք,